Հալելույա, հալելույա, Հիսուսը ստեղ է։ Ինքն է ասել, ոչ թե ես, ոչ թե ինքն է ասել, որ ինքը ստեղ է։ Ու ես հավատում եմ, երբ որ մենք կարդում ենք ավետարանը, ում տուն որ ինքը մտնում էր, այնտեղ ինչ-որ բան փոխվում էր։ Ում վրա նայում է թեկուզ մի հայացքը, հա, մի հպումը, մի մատի շարժումը, փոխվում են մարդկանց կյանքերը։ Դուք բացառություն չեք։ Տեր Հիսուսը ստեղ է։ Փոխելու, կպնելու, հպվելու, ամեն։ Կարծում ինչ-որ բան, մի փոքր կամ մեծ բան կունենաս քո կյանքում փոխվելու։ Ճիշտ եմ ասում։ Սպասի Տիրոջից այսօր։ Ես սիրում եմ ասել, որ այսօր յուրահատուկ օր է։ Ոչ թե դրա համար, որ ես եմ քարոզում, այլ դրա համար, որ Հիսուսը ստեղ է։ Ամեն։ Ուզում եմ ասես, որ իմ համար է Հիսուսը ստեղ։ Իմ համար է Հիսուսը ստեղ։ Այդքան էլ հավատքի խոսքեր չէ, բայց կարծում եմ վերջը մի փոքր ավելի։ Ես այսօր խոսալու եմ մի թեմա, որ շատ հոգեհարազատ է ինձ, կարծում եմ նաև ձեզ, ուղղակի երկար ժամանակ մտքից մեջ ոնց որ պտտվում է սա, խոսալու եմ կանչվածների եւ ընտրվածների մասին։ Աստծո խոսքը ինչ է ասում, ասում է, որ շատ են կանչվածները, բայց ընտրվածները քիչ են։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծո։ Այս ընտրվածների մասին աղոթեցինք, ստերի կանգնած ընտրվածների։ Ամեն։ Հիմա ուզում եմ, որ ուշադիր լսես այն խոսքը, որը որ ես այսօր ստեղից խոսալու եմ։ Գիտես շատերը բաց են թողում Տիրոջ օրհնությունները իրենց կյանքի մեջ։ Որոշների կյանքի մեջ մտնում է Տիրոջ օրհնությունը, իսկ որոշները ուղղակի կողքով անցնում է։ Ինչի է դա այդպես, հա? Սա հոգևոր իրականություն է, խոսալու եմ ֆիզիկական իրականության մասին եւ խոսալու եմ հոգևոր իրականության մասին։ Ուզում եմ որ հասկանաս, Տերը կանչել է բոլորին, հա, այդ հրավերը բոլորին է ուղղված, որպեսզի կարողանան գան, մտնեն Տիրոջ փրկության մեջ, Աստծո ընտանիքի մեջ, քայլեն, օրհնվեն, վերջում էլ հավիտյան ապրեն Հիսուսի հետ։ Բայց ի՞նչն է պատճառը, որ շատ քչեն են այդ կանչը ընդունում։ Ես Տերն է ընտրում, բայց Տերը ընտրում է նրանցից ում որ կանչել է։ Ովքեր որ այդ կանչը ընդունել են։ Ամեն։ Գիտես, այնքան կարևոր է, օրինակ, եթե մեկը հարսանիք անում բարեկամներիցդ, ու քեզ չի կանչում, նույն շոտեղ նեղվում ես։ Չէ՞։ Կան ասես դե լավ, մի ծախսից եմ գործում։ Տերը կանչել է բոլորին։ Ամեն։ Հետո նենք չունի, որ ասես վայ, ես չեմ իմացել, որ Տերը կանչում է ինձ։ Դրա համար ավետարանը քարոզվում է, քարոզում են քարոզիչները բոլորին, դրսերում, ներսերում, ընտանիքներում, հարազատների մեջ, ցեղի մեջ, ասում են ժողովուրդ, Հիսուսը կանչում է, դեպի իր խաչը, որ բոլորը լսեն Հիսուսի կանչը, բայց քչերն են արձագանքում։ Հետո նենք չլինի, որ ասի, վայ, ես չեմ իմացել, որ Հիսուսը ինձ կանչում է։ Հիմա դուք բոլոր գիտեք, որ Հիսուսը ձեզ կանչում է։ Դուք արձագանքել եք Հիսուսի կանչին։ Ամեն, ու Տերը սկսում է ընտրել։ Որտեղ Աստծո խոսքն է ասում, որ Տերն է ընտրում ձեզ։ Ամեն։ Եկեք բացենք Հովհաննեսի ավետարան։ Որոշակի տեղեր կա, որ ես կկարդամ, որոշակի տեղեր կա, որ ուղղակի կասեմ, բայց այդ տեղերը, որը որ կկարդամ, ուզում եմ, որ շեշտադրում դնեմ այդ տեղերի վրա։ Հովհաննես 15-րդ գլխի 16-րդ խոսքը այսպես է գրված. Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ։ Օ, հալելույա։ Փառք Աստծո։ Ամեն Տերն է ընտրել մեզ։ Ամեն։ Իրենց բոլոր ուզում են ընտրված լինել։ Մանավանդ հիմա։ Չքաղաքականացնել։ Ամեն։ Բոլոր ուզում են ընտրված լինել։ Բոլոր ուզում են ընտրյալ ունենալ։ Հա, բոլորը ուզում են ինչ-որ մեկ ուշադրության կենտրոնում լինել։ Տեր ասում է, լսի, ես ընտրում եմ քեզ։ Կարաս կրահես ինչի համար է Տերը ընտրում քեզ։ Տերը ավելի մեծ ծրագրեր ունի քո համար, քան թե դու ինքդ։ Ամեն։
Տերը ավելի զորավոր բաներ ունի քո համար, քան թե դու ինքդ։ Ամեն։ Տերը մեծ բաներ ունի քո համար, որ ընդհանրապես մտքովդ չի անցել։ Մենք քիչ առաջ լսեցինք։ Տերը ընտրել էր մի որբի վայրի երկու բանի համար։ Մարգարեին կերակրելու եւ օրհնվելու։ Ու Տերը այսօր էլ է նայում։ Հասկանում ես։ Ասում է, որ ընտանիքին օրհնեմ աշտարակում։ Ում բժշկեմ հիվանդներից։ Ում ցանած դաշտը օրհնեմ։ Հասկանում ես։ Ում ձեռքի գործը օրհնեմ։ Ես ասեմ ավելի։ Հիվանդներից ում բժշկեմ։ Կան հիվանդներ ստեղ։ Մարդիկ ովքեր խնդիրներ ունեն առողջության։ Բարձրացրած է առողջ, մի ամաչ է։ Տերը ընտրել է բժշկելու քեզ։ Ամեն։ Ամեն։ Ոնց որ թե առաջինը իմացանք ինչ համար։ Ընտրել է որ բժշկի։ Գիտես, այնքան կարևոր է որ դու քեզ քո կյանքը ապրես որպես ընտրված մեկը։ Եթե դու ընտրվում ես, դու որոշակի առավելություններ ես ունենում քո ընտրողների կողմից։ Ամեն։ Տերը ընտրել է մեզ, ու ոչ միայն ընտրել է մեզ, որոշակի բաներ է դրել մեր մեջ։ Ամեն։ Որոշակի բաներ դրել է մեր բնավորության մեջ, որպեսզի մենք ինչ անենք, սուրբ ապրենք, հա? Գոհացող լինենք, Տիրոջ երեսը փնտրող լինենք, Աստծո երկյուղով գնանք, Տիրոջ փառքը փնտրենք, ու Տերը գերբնական ձևի երկինքը բացի մեր համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, ովքեր որ ընտրվում են, իրանք որոշակի առավելություններ են ունենում, որոշակի պատասխանատվություն եւ որոշակի առավելություններ։ Տերը ընտրել է մեզ, հարգելիներս։ Տերը ընտրել է մեզ, որ մենք մեր բերանները չփակենք։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, երբ որ խոսքը գնում է ինչ-որ օրհնության մասին, ասում է, օй, կարող է այս ինչ օրհնվի։ Իսկ ինչ կասես քո մասին։ Դու կասես ոնց, ես։ Ախր ես։ Դա է որբի վայրի նման։ Մի կտոր հաց ու ջուր ունեմ։ Ուզում եմ ուտեմ մահանամ ու վերջ։ Չէ, միշտ ապի։ Տերը դեռ գործ ունի քո հետ։ Տերը դեռ քո ընտանիքի հետ գործ ունի։ Ուզում եմ քո ձեռքերը օգտագործի, քո աչքերը օգտագործի, քո ոտքերը օգտագործի, քո խելքը օգտագործի, քո լեզուն օգտագործի, որի ավետարանը քարոզվի քո միջոցով։ Որտեղ դու կարաս մտնես, ես չեմ կարող մտնեմ այնտեղ։ Որտեղ ես կարող մտնեմ, դու չես կարող մտնես այնտեղ։ Դա համար Տերը յուրաքանչյուրիս խոսքի, լեզվի, բերանի մեջ դրել է իր խոսքը։ Այն խոսքը, որը որ, գիտես ինչ էր, երբ որ կարդում ես ավետարանը, գրված է եւ Հիսուսը բժշկեց խոսքով։ Եվ Հիսուսը փոխեց իր վիճակը խոսքով, առանց կպտելու։ Ամեն։ Իսկ կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են։ Եթե մենք ընտրված ենք, եկեք մեզ պահենք ընտրվածի նման։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, Տերը չի ընտրում, ասում է, դե ինչ ուզում ես արա։ Ոչ Տերը ընտրում, ասում է, դե արա իմ ուզածը։ Չէ՞։ Համաձայն ես։ Համաձայն ես, որ Տերը ընտրի քեզ։ Որտեղ արդեն կասկածել ես իմ համար հանգիստ ապրում եմ, եկելով Տերը եկավ ընտրեց, ասում է, որոշակի բաներ արա։ Գիտես, երբ որ Աստծո խոսքն ես նայում, մենք կարող ենք հասկանանք մի քանի դրվագներ, որ ում որ Տերը ընտրեց, որոշակի պատասխանատվություն տրեց նրա վրա։ Ամեն։ Տերը ընտրել է որոշակի գործ անելու համար։ Պատրաստ ես Աստծո համար գործ անելու, պատրաստ ես Աստծո համար հնազանդ գնալու այն ճանապարհով, որ Տերը ուղարկում է։ Գիտես, միգուցե Տերը կանչում է քեզ ստեղ երգելու, ու դու գաս կանգնես ու փառաբանես։ Երբ որ մենք մեր բերանը բացում ենք ու սկսում ենք ավետարան քարոզել, հոգևոր աշխարհը խառնվում է իրար։ Ամեն։ Երբ որ մենք սկսում ենք երկրպագել, երկինքը բացվում է։ Երբ որ մենք գնում ենք հիվանդի վրա ձեռք ենք դնում, դες ինչա լինում։ Մի բան խառնվում է հոգևոր աշխարհում։ Հարգելիներս, մենք չենք բժիշկները։ Մենք չենք, որ կարանք հրաշքներ անել, այլ Հիսուսը մեր միջոցով։ Ամեն։
Գիտես, հետաքրքիր բան կար, աշակերտների Պავლը ասում են, ասա քո հրեշտակներին, որ լուր մնա։ Հիսուս ասում է, լսի, եթե նրանք լուր մնան, քարերն է սկսելու։ Հասկանում ես, այնպես որ մի լռի, թույլ մի տու, որ աշտարակի քարերը սկսեն խոսալ։ Որտեվ Տերը քեզ տեղ ա դրել, ես եկեղեցու մեջ ա դրել, ես եկեղեցու մեջ ա տնկել, եւ ընտրել ա, եւ օրհնել ա, եւ քո անունը գրել ա կյանքի գրքի մեջ, ամեն, եւ քո համար տներ ա սարքում երկնքում, եւ գալու ա քո հետևից։ Հալելույա, փառք Աստծուն։ Մի քանի օրինակներ եմ ուզում, որպեսզի նայենք իրար հետ հին ուխտից։ Երեմիայի մարգարեության առաջի գլուխը։ Եկեք բացենք միասին եւ 4 եւ 5 խոսքերը։ Այսպես է գրված, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. քեզ որովայնում չստեղծած ես քեզ գիտեի եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ արգելի մարգարե եմ դրել։ Օ, ինչ հզոր ընտրություն է։ Ամեն, ինչ հզոր ընտրություն է։ Գիտես, սա նման է շատ քրիստոնյաների։ Մենք ասում ենք Տերը ընտրել ա մեզ ու վերջ, մենք ման ենք գալիս։ Իրենց, բայց Երեմիայի գիրքը չի վերջանում 5-րդ խոսքով։ Երբ որ շարունակում ես, ինչ ա գրված 10-րդ խոսքը։ Տես, ես այսօր քեզ ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես, կորցնես, որ շինես ու տնկես։ Տերը ընտրել ա ու տվել ա առաջադրանք։ Սա եւ սա։ Ամեն։ Ուրախ ես, որ Տերը առաջադրանք ա տալիս։ Հա։ Ես չեմ տենում հələ, բայց հավատում եմ, որ վերջում բոլոր ուրախ կլինեն։ Դա գիտես ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Տերը քեզ ա ընտրել այդ գործը անելու համար։ Դա մեծ պատիվ է, ժողովուրդ ջան։ Դա մեծ արտոնություն է, դրա հետևը օրհնություն կա կանգնած։ Դրա հետևը վարձք կա։ Միգուցե մենք այդ վարձքը չենք տեսնում, չենք հասկանում, մինչև վերջ, երբ որ կկանգնենք նրա առաջ։ Օ, բայց դա երանելի ժամանակ ա լինելու։ Աստծո համար ինչ-որ բան անելու ու վարձատրվելու դրա համար։ Բայց գիտես, սա հպարտության առիթ չի, որ Տերը ընտրել ա մեզ։ Որովհետև երբ որ կարդում ենք, շատ քրիստոնյաներ Երեմիայի նման են, այս առաջի մասի նման են վերաբերվում, ասում են, լսի, Տերը ինձ մարգարե ա դրել ու վերջ։ Բայց վերջ չի, նա ասում է, լսի, որոշակի բաներ ունես անելու։ Հալելույա, փառք Աստծուն։ 11-րդ խոսքը, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, ով Երեմիա, ինչ ես տեսնում։ Եվ ես ասացի, մի նշանի գավազան եմ տեսնում։ 12-ը եւ Տերը ինձ ասեց, լավ տեսար, որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ։ Տերը տալիս է առաջադրանք, ընտրել ա մեզ։ Պատկերացրու, 10 հոգի կային եւ Տերը երկնքից նայում ասում է, ում ընտրեմ, ով կարա իմ առաջադրանքը կատարի։ Ու հենց ընտրում է քեզ։ Հասկանում ես։ Ընտրում է, հրեշտակցին ասում, մի քիչ օգնեք ես մարդուն, մի քիչ պահեք, պաշտպանություն թող լինես մարդու վրա, Տերը խոսում է քո հետ, դնում է իր խոսքերը քո բերանի մեջ, տալիս է քեզ իշխանություն, դևերի չվախենալու, դևերին քշելու, ասում է, մի հատ իր անունը գրեք կյանքի գրքի մեջ, կամ մի ջնջեք կյանքի գրքից, այս մարդուն ֆիքսեք, որ ես իր համար տուն եմ սարքելու երկնքում, եւ այս մարդը վարձք ունի երկնքում։ Լավ է։ Գոհեք։ Մենք գիտես ինչ ենք անում, հաճախ ամանչում ենք այդ Հիսուսի ամարտալից։ Մենք հաճախ փակում ենք մեր բերանները, որ ոչ մեկ չի մարա, որ դու Հիսուսի հետ մոտ ես։ Տերը ախր ընտրել ա քեզ հարգելիս։ Ամեն։ Տերը քեզ ա ընտրել բժշկելու համար։ Տերը քեզ ա ընտրել, հասկանում ես, քո բնակարանի համար ա իր հրեշտակներին հրամայել, որ չար բան չմոտենա քո բնակարանին։ Ամեն։ Մենք կարդում ենք, չէ՞ այդ բաները ավետարանների մեջ։ Սա նույն բանն է, Երեմիա, լսի Երեմիա, ես քեզ գիտեի, ես ընտրել եմ քեզ, ես քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Ու Տերը գիտես ինչ ասում։ 4 քանդող եւ 2 շինող բան։ Ամեն։
ու հետո գիտես ինչ ասում, ասում եմ, ես հսկելի եմ, որ դու անես։ Հարգելիներս, մենք պետք է կամավոր ձևի Տիրոջը նվիրենք մեր կյանքերը։ Տերը չի բռնանալու մեր վրա։ Ամեն։ Տերը զորով չի բժշկելու մեզ։ Տերը զորով չի պաշտպանելու մեզ։ Մենք պետք է կամենանք, մենք պետք է աղոթենք, մենք պետք է ուզենանք, որ մենք լինենք ընտրված Աստծո կողմից։ Եվ մեր ընտրությունը մինչև վերջ կարողանանք պահել։ Ամեն։ Գիտես, եթե ամուսինները ընտրում են իրար, ամուսնանում են, ու հետո երբ որ իրենց ընտրությունը չեն պահում, դա կոչվում է դավաճանություն։ Առավել ևս Աստծո նկատմամբ։ Եթե մենք եկել ենք Աստծո առաջ, Տերը ընտրել է մեզ, մենք ընտրել ենք իրան։ Եկեք քայլենք Տիրոջ հետ մինչև վերջ։ Եկեք գնանք Աստծո հետ մինչև այն վերջնական ավարտը, որ Տերը պատրաստել էր ամեն մեկիս համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես Երեմիան երբ որ նայում ես, ասում է լսի, ինչ ես տեսնում։ Այդ հարցը ուզում եմ քեզ տալ այսօր։ Ընտրված, ինչ ես տեսնում, երբ որ նայում ես քո կյանքի։ Ինչ ես տեսնում, երբ որ նայում ես քո ծառայությանը։ Ինչ ես տեսնում, երբ որ նայում ես քո ընտանիքին։ Ինչ ես տեսնում, երբ որ նայում ես քո կյանքի մնացած բոլոր բնակավարներին։ Արդյոք տեսնում ես Տիրոջ ձեռքը։ Արդյոք տեսնում ես սրբությունը, արդյոք տեսնում ես սայթակումները, պարտությունները եւ մնացած բաները։ Հարգելիներս, մենք պետք է շտկենք մեր կյանքերը։ Մենք պետք է ուղղենք մեր կյանքերը։ Մենք չպիտի բավարարվենք այն նրանով, ինչը որ այսօր մենք ունենք։ Որտեղ մենք դեռ աճելու տեղ ունենք, դեռ Տիրոջը մոտենալու տեղ ունենք, դեռ Տիրոջ հրաշքները մեր կյանքում ամբողջությամբ չի եղել։ Տերը ամենավեհ բաներն է ուզում անի մեր կյանքերի մեջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Ուզում քեզ ասել, ուզում եմ որ մտածես հիմա, Տերը քեզ ընտրել է ինչի համար։ Հասկանում ես։ Մենք սենց խոսք ունենք, չէ՞, սիրուն աշկերի համար հաստատ չի ընտրել Տերը, որովհետև Տերն է ստեղծել այդ սիրուն աշկերը գիտի, բայց հաստատ դրա համար չի ընտրել։ Ընտրել է, որ մենք իր զավակները լինենք։ Ընտրել է, որ փրկի մեզ։ Ընտրել է, որ մենք իր ավետարանը քարոզենք։ Ամեն։ Մենք չվախենանք հիվանդների համար աղոթելու ձեռք դնելու։ Ամեն, որտեղ մենք չենք բժշկող անգելիներս։ Ամեն, Տերն է, ասում է քո ձեռքը դիր։ Հիվանդի վրա, ու աղոթի, հավատքով արված աղոթքը վեր կկացնի հիվանդի։ Ամեն։ Գիտես, մի պահ, երբ որ մենք սկսենք հասկանալ, այդ ընտրությունը մեզ ինչ է տալիս, ինչպիսի իշխանություն է տալի հոգևոր աշխարհում գործելու։ Բայց վերջում պարզվում է, որ մենք ոչ մի իշխանությունը չենք բանեցրել։ Վերջում պարզվում է, որ մենք ոչ մի բանը չենք կարել ուղղակի։ Ունեցել ենք, բայց չենք կարել։ Ինչի՞։ Որտեվ չենք լսել Տիրոջը մինչև վերջ։ Երեմիա, երբ որ Երեմիան խոսում էր, Երեմիան մինչև վերջ մնաց ու լսեց Տիրոջը։ Տեր ես ազգերի մարգարե, շատ լավ է։ Սրանց հետո բոլոր ազգերով կգնամ ու կասեմ, ես ձեր մարգարեն եմ։ Լսի, բայց Տերը էլի բան է ասում, որ խլես, պոկես, փչացնես, կորցնես, շինես ու տնկես։ Դա աշխատանք է, դա ապրելակերպ է, դա քրտնաջան օրեր է, դրանք ծնկի վրա ժամերով աղոթքներ է, դրանք մեղքից հրաժարվել է նշանակում։ Ամեն, դա ճիշտ վերաբերմունք քո ընտանիքի անդամների հետ, դա է նշանակում։ Ճիշտ վերաբերմունք քո ֆինանսների հետ, դա է նշանակում։ Ճիշտ վերաբերմունքը շրջապատող մարդկանց մեջ, դա նշանակում է, որ ամեն ժամանակ դու պետք է ջանք անես, դու պետք է սուրբ մնաս։ Երբ որ դու ավտոբուսի մեջ ես, երբ որ դու տանն ես, երբ որ դու դաշտում աշխատում ես, երբ որ դու խանութում առևտուր ես անում ու վաճառողուհին քեզ 5000 ավել է տալիս։ Մանրդ։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ասում ես, «Վա, 5000»։ Դու երկու ընտրություն ունես, դրես գրպան հեռանաս, բայց դու ընտրություն ունես մանրը վերադարձնաս, լսի, շատ է ինձ տվել մանր։ Ամեն, սա Տիրոջ արդարությունն է։ Ամեն, Տերը սովորացնում է մեզ ընտրված լինել ու մնալ ընտրված։ Մեր համար թանկ գին է վճարվել, արգելիներս։ Մի վաճառել գինը։ Հասկանում ես։ Մի վաճառ, երբ որ
տարօրինակ առաջարկություններ է ստանում մարդկանցից, օրենքը խախտելու, մեղք գործելու, պետք չի քո ընտրված թանկ գինը, որ վճարվել է քո համար, կոպեկներով ուղղակի տաս։ Կարևոր է, որ մենք հասկանանք ով ենք մենք։ Մենք բարձրյալ Աստծո զավակներ ենք։ Հալելույա, փառք Աստծուն։ Ուզում եմ, որ դու քեզ տեսնես, նես ոնց որ Տերն է տեսնում։ Գիտես, մի կույր Հիսուս հետ հանդիպեց, ինչ եղավ, ասեց ինչ ես ուզում տեսնել, հետո թքեց ցեր սարքեց դրեց աշկերին, ասեց հիմա ինչ ես տեսնում, ասեց տեսնում եմ մարդկանց ծառերի նման։ Հիշում ես այդ տեղը։ Ամեն։ Լավ է, որ մենք մեզ տեսնենք նես ոնց որ Տերն է տեսնում։ Ամեն։ Թե չէ հաճախ մենք էլ մեզ ծառերի նման ենք տեսնում։ Հա, մենք էլ մեզ չենք տեսնում այն ամբողջը ինչ որ Տերը արել է մեր կյանքի մեջ։ Մենք անդադար տնջում ենք, ինչ որ խոսքեր ենք խոսում, դժգոհ ենք, ես ենք, այն ենք, բայց հասկացի եք, Տերը ուզում է որ մենք տեսնենք ինքը ինչ արել մեր համար։ Թրկել է, ժշկել է, երկինք, օրհնություն, եկեղեցի, ընտանիք, աշխատանք, մյուսը։ Ինչ ենք մենք տեսնում։ Երեմիային լավ հարց է տալի Տերը։ Ինչ ես տեսնում։ Բողոք։ Ինչ ես տեսնում։ Դժգոհություն։ Ինչ ես տեսնում։ Պրոբլեմ։ Հարգելիներս, Տերը ուզում է փոխի մեր տեսողությունը։ Տերը ուզում է ուղղակի բերի մի նոր բան մեր կյանքերի մեջ, որ մենք տեսնենք նոր ձևի, այն ինչ որ այսօր կատարվում է մեր կյանքերի մեջ։ Ամեն Տերը ընտրել է մեզ։ Մենք Տիրոջ կողմից ընտրված մարդիկ ենք։ Տերը ուզում է ընտրել է մեզ, դրել է, որ մենք պատմության մեջ մտնենք որպես մարդիկ, ում որ Տերը ընտրել է։ Դուք ասես ինչ պատմություն։ Հայաստանի նորագույն պատմության, չէ, երկնքի պատմության։ Ամեն, երկնքի պատմության։ Ոնց որ մենք կարդում ենք ու տեսնում ենք Նոյը ոնց մտավ պատմության մեջ։ Գիտես, մի փոքր ուզում եմ այդ ընտրված մարդկանց մասի խոսալ, բայց մի փոքր ուրիշ կողմից։ Ինչ ես մտածում։ Նոյը գիտե իր գլխի գալիքը։ Իմանար կաներ։ Հա՞։ Լսա, մեծ պատասխանատվություն է։ Տեր ասում է, լսի, բոլորի սպանելու են։ Բոլորի խեղդելու եմ ջրելու։ Մենակ դու ու քո ընտանիքն եք մնալու։ Ուզում եմ որ պատկերացնես Նոյի մտածմունքները։ Ամեն։ Ինչ ես մտածում, Մովսեսը գիտեր իր գլխի գալիքը։ Ու փառք Աստծո որ Աստված մի անգամից չի բացում իր ամբողջ պլանը։ Չէ՞։ Ասում հիմա սենց արա։ Հիմա սենց արա։ Հիմա այս մի բան է։ Քայլ, վերջում տեսնում ես մեծ զորավոր պատմության մեջ հերոս ես։ Ամեն։ Ու երկինքը ճանաչում է քեզ։ Հալելույա, փառք Աստծո։ Ես Աստվածաշունչը երբ որ կարդում ես, այնքան մարդու անուն գրված չի, բայց նրանք հերոսներ են։ Երկինքը ճանաչում է նրանց։ Հիսուսը անձամբ ճանաչում է նրանց։ Ես Հիսուսը անձամբ ճանաչում է քեզ։ Դու անձամբ հենց քո համար խաչվում է, մահացել է, հարություն արել։ Ու ասում է ում օգնեմ, ու հանկարծ քեզ ընտրում օգնելու։ Ամեն։ Դու ավելի լավ ես, քան թե մյուսները։ Ուղղակի Տերը որոշել է քեզ օգնել։ Ամեն։ Բայց ձեռը դրես ասես Տեր, ինչ։ Ամեն քեզ։ Ամեն։ Ձեզանից ամեն մեկի խնդիրները տարբեր են։ Բայց լուծում տվողը մեկն է Հիսուսը։ Ու ինքը գիտի բոլոր խնդիրները, բոլոր իր աչքի առաջ է։ Ամեն։ Ոնց որ Նոյը իր աչքի առաջ էր։ Նոյ, կառուցի տապանը։ Որոշները ասում են 100 տարի է կառուցել, որոշները ասում են 120 տարի է կառուցել, որոշները ասում են 50 տարի է կառուցել։ Ու ոչ մեկն չգիտի, երևի թե քանի տարում է կառուցել։ Կարակ հետո նայեք, եթե գտնեք քանի տարում է ինձ ասեք։ Բայց բոլոր դեպքերում, գիտես, երկար ժամանակ, երբ որ մարդ մի բան անում, այլի անում, հոգնում է։ Բայց գիտես, Նոյի հնազանդությունը Տիրոջ առաջ բերեց օրհնություն եւ փրկություն իր ամբողջ ընտանիքի վրա։ Ամեն։ Ուզում ես ընտանիքը ցեղը փրկվի։ Ամեն։ Փառք Աստծո որ Տերը քեզ չի ասում որ դու տապան կառուցես։ Բայց ուրիշ բաներ է ասում քեզ։
դու կանես ու Տիրոջ օրհնությունը կգա քո ցեղի վրա։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Իրենց Մովսեսը ինչ է անում։ Ուզեցավ իր ուժերով անի, փրկի Իսրայել ժողովրդին։ Տերը ասաց, չէ։ Լսի։ Իմ ասածով կանես։ Ու հետո տեսանք ինչ ա կատարվում։ Իրենց Գեդեոնի մասին որ կարդում ես, ընդհանրապես ինքը անուր է ծեծում էր որ լսներ մեշոկներն ու փախներ։ Կերակում վերցրել ու փախներ։ Ու հանկարծ Տերը հայտնվեց նրան։ Ասես լսի, Հիսուս, ով Աստծո հզոր մարդ։ Դու եւ Գեդեոնը կողքերը նայեց, ոնց իմ հետ է, Տիրոջ հրեշտակ այցելություններ արել։ Հասկանում ես։ Անպայման չի հարգելիներս, որ Տիրոջ հրեշտակ այցելություն անի հիմա պես։ Դրա համար մենք ունենք Աստվածաշունչ, որտեղ Տերը խոսում է մեզ հստակ, ինչ մենք պետք է անենք։ Ամեն, ինչ մենք պետք է անենք։ Ես կուզենամ, որ մի պահ բացվի մեր աչքերը հոգեով, մի պահ հավեր չէ։ Որ դու տեսնես, երբ որ դու ծառայության չես, երբ որ դու բաց ես թողում ծառայությունը, ինչ ես կորցնում։ Պատկերացնում ես, Հիսուսը ստեղ է, հրեշտակները շրջապատել են այս ամբողջ թաղամասը, փառաբանությունը երգում է, այդ անուշահոտ խունքի նման բարձրանում է, փառաբանությունն ու երկրպագությունը Տիրոջը, հրեշտակները բարձրանում են ու իջնում են այս տեղի վրա, ու դու չկաս։ Սա հոգևոր իրականությունն է։ Տեսնում ես Հիսուսը ստեղ է եկել է, քո բժշկությունն է այդ օրը բերել քեզ, բայց դու բացակա ես։ Քո օրհնություններն է բերել քեզ, բայց դու այսօր ստեղ չես։ Հասկանում ես ինչի մասին է։ Բաց մի թող Տիրոջ հետ հանդիպման հնարավորությունը հարգելիս։ Սպասի Տիրոջից ամեն վարքյան։ Ամեն։ Ոչ թե լավ հեսա գնամ մի հատ եկեղեցի, այնտեղ հեսա ինչ-որ բան թե չէ, երբ որ դու տունը քնած ես, ծնկի վրա աղոթում ես, հաց ես ուտում, սպասի Տիրոջը։ Տերը կար այցելություն անի քեզ, լցնի քեզ, բժշկի քեզ, վերականգնի քեզ, խոսք խոսա քեզ։ Հալելույա, ունեցի այս սպասողականությունը։ Ամեն, եթե դու ընտրված ես, ուրեմն Տերը ամեն վարքյան կարա քեզ ինչ-որ բան խոսա։ Եթե դու ընտրված ես, Տերը ամեն վարքյան կարա քեզ օգնի։ Եթե դու ընտրված ես, Տերը ամեն վարքյան կարա քեզ օգտագործի։ Ամեն, ուշադիր եղի Տիրոջը։ Լսող ականջ ունեցի Աստծո նկատմամբ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, երբ որ մենք նայում ենք, մենք հասկանում ենք, կարող է լավ Տերը այն ժամանակ լավ էր կոչվում է շնորհքը եւ բա հետո ուզում եմ այս տեղները անպայման կարդալ։ Հռոմեացիս 11-րդ գլխի եկեք բացենք միասին Հռոմեացիս 11:29 որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի։ Ամեն։ Տերը երբ որ քեզ կանչում է, հետո չասում, վայ, ես ոնց սալվեց ես մարդու կանչեցի։ Չէ, դա մարդիկ են թողնում Աստծո կոչումը։ Հասկանում ես։ Երբ որ Տերը շնորհք անում քեզ, հետո չասում, այս մարդուն չպիտի շնորհք անեի։ Չէ, դա այդպես չի։ Մարդիկ են հրաժարվում հետո Հիսուսից։ Մարդիկ են հետ կանգնում Աստծուց։ Ինչի, որովհետև իրանք չեն պատկերացնում հոգևոր ողջ իրականությունը։ Հասկանում ես։ Հոգևոր իրականությունը գիտես որ նա, որ կա Տեր եւ նա քո կողմից է։ Կա Աստված, որը որդեգրել է քեզ։ Հալելույա, փառք Աստծուն։ Իրենց մենք մինչև Հիսուսին ընդունելը մենք որդեգրված չէինք, մենք հեթանոս էինք, օտար էինք Տիրոջը, բայց Տերը ինչ է որդեգրեց մեզ։ Որդեգրության հոգի դրեց մեր մեջ։ Պեչատը, կնիքը դրեց Սուրբ Հոգու մեզ սրտերի վրա։ Ամեն։ Դու պատկերացնում ես դու ով ես։ Դու Աստծո տաճար ես։ Օ, ես Աստծո տաճար, ոնց որ մի տեսակ դուրս գալիս է։ Բայց Աստծո տաճարը ինչ կապ ունի մեղքի հետ, հարգելիներս։ Տիրոջ խոսքն է ասում դա։ Տաճար ես, ուրեմն հեռու մնա մեղքից։ Որովհետև քո մեջ Տերն է ման գալիս, ապրում։ Ամեն։ Ու Տերը քո մեջ է, դու իր մեջ ես, ինքը քո մեջ։ Ոչ մեկ չի կարող դա բացատրել, դա ոնց է տեղի ունենում, բայց Աստծո խոսքը հենց տենց էլ ասում է, նա քո մեջ է եւ դու նրա մեջ։ Ամեն։ Ու դուք մեկ եք։ Աստծո հետ, հարգելիներս, մենք բոլորս մեկ ենք։ Եկ բաց չթողենք Տիրոջը։ Ինչ էլ ուզում ա լինի։
Եկ բաց չթողենք Տիրոջ ընտրությունը։ Ամեն, Տերը ընտրել է, դրել է, որ մենք գնանք ու անենք ինչ որ Տերը կանչում անես։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, ուզում եմ պատկերացնես, այդ քո ընտրությունը ինչ հնարավորություն է տալիս քեզ, դու աղոթում ես ու Տերը լսում է քեզ։ Հասկանում ես։ Դու աղոթում ես ու Տերը լսում է քեզ։ Դու կանչում ես ու Տերը լսում է քո աղոթքը։ Դու աղաղակ ես բարձրացնում Աստծուն ու Տերը լսում է քո աղաղակը։ Ուզում եմ որ հավատքով վերցնես սա։ Ամեն։ Ուզում եմ որ հավատաս քո աղոթքին։ Ոչ թե չաղոթես ուղղակի ներկա ստանալու համար, այլ աղոթես նրան ու համոզված լինես, որ Տերը լսում է քեզ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես այնքան կարևոր է այս բաները, որտեղ սատանան գիտես ինչ անում, ասում աղոթի մեկը քեզ ոչ մեկ չի լսում։ Աղոթի, այս առաստաղից վերև քո աղոթքը չի բացանում։ Դու ասում ես, հա, էլի, այսքան աղոթել է, ինչ է եղել։ Այդքան աղոթել ես առաստաղից վերև չի բացացել, որտեղ չես հավատացել։ Սկսի հավատալ քո աղոթքներին։ Սկսի հավատալ քո զոհաբերություններին։ Որ սանում եմ Աստծո խոսքի համեմատ, Տերը կբացի երկինքը, կորտնի ինձ, կորտնի իմ տունը, իմ ուտելիքը, իմ հագնելիքը։ Ամեն։ Գիտես շատ կարևոր է ինչա դուրս գալի մեր բերանից։ Այնքան կարևոր է։ Մենք խոսում ենք Տիրոջ ընտրության նման թե ոչ։ Մենք նստում ու մեր նիստուկացը Տիրոջ ընտրության նման է։ Հաճախ Տերը մեզ ընտրել է, բարձրացրել է։ Հասկանում ես, բայց մենք էլի գնում ենք խավար գործերի մեջ։ Մեր գործողությունը ու մեր ընտրությունը չի համապատասխանում իրար, ժողովուրդ ջան։ Մենք պետք է սկսենք կտրել մեր կյանքերից։ Այն ինչը որ մեզ քաշմաներք է, այն ինչը որ մեզ ցածրացնում է, այն ինչը որ մեզ ավելի հեռու է տանում Տիրոջից։ Հալելույա, ես ուզում եմ ռեալ շոշափելի բաների մասին խոսալ, որ գիտես հավատքը մենք հավատքով ենք ապրում, բայց Տերը կոնկրետ գործերին է նայում։ Որտեղ գրված է հավատքը առանց գործերի ինչա մեռած է։ Ու երբ որ հայտնության 7 եկեղեցիներն ես նայում, երկրորդ եւ երրորդ գլխի, 7 եկեղեցի է նկարագրված։ Որտեղ Տերը ասում է գիտեմ քո գործերը։ Առաջին եկեղեցին։ Երկրորդ եկեղեցին գիտեմ քո գործերը։ Երրորդ եկեղեցին գիտեմ քո գործերը։ Չորրորդին գիտեմ քո գործերը։ 5-ը, 6-ը, 7-ը կռահ ինչ ասում։ Տերը նայում է մեր արասներին։ Մեր գործողությանը ինչ ենք անում։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, եկեք մենք մեզ պահենք որպես ընտրվածներ։ Եկեք մենք մեզ պահենք որպես Աստծո սուրբեր։ Եկեք մենք մեզ պահենք որպես մարդիկ, ում համար Հիսուսը խաչվել է։ Ամեն։ Մարդիկ, ում համար Հիսուսը արյուն է թափել։ Մարդիկ, ում համար Տերը չարչարվել է։ Ամեն։ Երբ որ մի փոքր մատեն ես փուշ է մտնում, ցավա չէ։ Բայց Հիսուսի հետ ուզում պատկերացնես այդ պահը։ Հիսուսը խաչի վրա իմ ու քո մեղքերի համար էր։ Ինքը արդար էր, բայց իմ ու քո մեղքերի համար էր, որպեսզի մենք ընտրված լինենք, սրբված լինենք ու հավիտյան ապրենք Հիսուսի հետ։ Հալելույա, փառք Աստծուն։ Եվ այն խոստմունքները, ուզում եմ երկու բառ էլ խոստմունքների մասին խոսալ, այնուհետև մոտենալ ավարտին։ Եվ այն խոստմունքները, որ Տերը տվել է մեզ։ Ամեն։ Հավատա այդ խոստմունքները։ Գիտես այդ խոստմունքը որն է, որ ինքը շուտով գալիս է։ Ամեն։ Ամեն։ Գիտես, երբ որ հարսը գիտի, որ փեսան գալիս է, հարսը սկսում է ինքը իրան հարդարել։ Հա? Դե լավ ոչինչ է։ Դերմա անլվա, մազերը չսանրած, տնային շորերով, լսի փեսան է գալիս։ Ես մի փոքր ավնչություն ունեցա, հարսները այդ օրը, ժամը 5-ից առավոտվա, գնում են հարդարվելու։ Եթե ժամանում է ժամը 5-ին։ Իսկ եթե մենք ես երկրի վրա ապրելով, մարդ լինելով, հասկանում ես, մենք կարողանում ենք ամեն ինչն հարմարացնել, որ ամեն շատ գեղեցիկ լինի, ամեն ինչ հարդարված լինի, առավել ևս երկնային բաները, արգելիներս։ Ամեն։
մեր փեսան շուտով գալիս է։ Հիսուսը շուտով գալիս է իր հարց եկեղեցու հետևից։ Ամեն։ Մենք ենք եկեղեցի, ամեն, եկեք մենք մեզ հարգալենք։ Ոնց մեր խոնարհությունով։ Մենք ընտրված ենք, որպեսզի խոնարհության մեջ քայլենք Աստծո առաջ։ Եկեք զարդարվենք մեր սրբությունով։ Ամեն։ Եկեք զարդարվենք, եկեք մեր բնավորության գծերը փոխենք, որ սիրուն բնավորության գծեր ունենանք։ Ամեն։ Գիտես, դες լավ բնավորության գծեր էլի։ Ասենք մարդ որ վատ բնավորության գիծ է, ասենք, չգիտեմ, վատ բնավորության գիծ ասենք։ Կռվարը։ Ում դու նա գալի կռվարը մարդու հետ ապրել։ Ճամփա գնալ, հաց ուտել, որ ամեն երկրորդ խոսքը կռիվ է։ Հա ինչ ես մտածում որ Աստծո դուրը գալու է դա։ Հասկանա՞ք, եթե կա նման բնավորության գիծ, եկեք փոխենք։ Ամեն։ Ես բնավորության գիծ կա, չէ՞, sense նվնվացող մարդու։ Հասկանաս, ոչ մեկի դուրը չի գալու նմանատիպ մարդու հետ շփվի։ Հա որ նվում է, հետո նորից հանդիպում, հետո նորից։ Ասում վայ ինչ լավ ես նվում։ Բայց ինչ եք մտածում որ Աստծո դուրը գալու է։ Ախր Աստված ջան, ստես։ Ու Աստված ասում է, դավայ, ինչ լավ ես անում։ Տիրոջ դուրը չի գալիս։ Ինչն է Տիրոջ դուրը գալիս։ Պահի քեզ ընտրվածի նման։ Աստծո զավակի։ Ամեն։ Աստծո զորավորի։ Աստծո տան անդամի։ Հասկանում ես։ Եկեք պատրաստվենք Տիրոջը դիմավորելու։ Ընտրվածներով։ Ամեն։ Ընտրությունները ընդհանրապես կապ չունի, ուզում եմ հայացքներս ուղենք դեպի երկիր։ Ամեն, Տերը ընտրել է մեզ, արգելիներս, Տերը դրել է մեզ։ Եկեք ուզում եմ նորից կարդալ Հովհաննես ավետարան 15-16-ը 16-րդ խոսքը ասում ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ։ Եվ ձեզ դրի, ուշադիր լսեք, որ դուք գնաք ու պտուղ բերեք։ Եվ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով, տա ձեզ։ Մենք այս խոսքը ուզում ենք վերջից գալ։ Ինչ որ խնդրենք Տեր ջան տուր մեզ, հետո մենք կգնանք, պտուղ կբերենք, վերջում դու մեզ կընտրես, չէ, բայց այս խոսքը ճիշտ է գրած։ Ճիշտ հերթականությունով է գրած։ Տերն է ընտրել մեզ։ Ամեն։ Հա, երբ որ դու քեզ նայում ես հայլու մեջ, ասես Տեր ախր ինչին ես ընտրել։ Տերը ողորմած ասի։ Տերը ընտրել է։ Ամեն։ Մենք արժանի չէինք, բայց Տերը հենց մեզ ընտրել։ Ամեն։ Մեզ է սրբել։ Իր անունը մեզ մաքրել է, դրել է մեզ։ Եվ ասել դու կարաս, պտուղ բերես։ Ամեն, Աստծո համար։ Ինչ պտուղի մասին է խոսքը։ Առաջի հերթին մենք մեր անձերը մաքրենք, սրբացնենք, մատուցենք Տիրոջ որպես կենդանի պատարագ։ Ամեն։ Դրանից հետո քարոզենք Աստծո խոսքը, քարոզենք Հիսուսի մահվան ու հարության մասին։ Պահենք մեզ ընտրվածների նման։ Ամեն։ Մենք ընտրված ենք ավետարանը քարոզելու համար, արգելիներս։ Մենք ընտրված ենք առողջ լինելու համար։ Մենք ընտրված ենք, որպեսզի Տիրոջ հրեշտակները գնան մեր առաջից ու պահեն մեզ։ Մենք ընտրված ենք, մեր տները, մեր բնակարանները, Տեր ասում է, ես հրամայել եմ, որ հրեշտակները պահեն, չար բան չմոտենա, չար բան չմոտենա ձեզ, ձեր ոտքերը քարերին չկպնի, ինչի որտեղ դու ընտրված ես։ Ամեն։ Իսկ սատանան ուզում է զրո դարձնի այդ ընտրությունը։ Դες սատանան միշտ ուզում է հակառակ process անի։ Այն process-ը, որ հակառակ է Աստծո ձեռագրին։ Ամեն ու շատ մարդիկ խապնվում են, շատ մարդիկ հետ են կանգնում, հետ են նահանջում այդ ամեն ինչից։ Բայց լսի, Տիրոջ ընտրությունը զղջալ չունի։ Տերը ընտրել է քեզ, ու չի զղջացել, որ քեզ ընտրել է։ Տերը քո անունը գրել է կյանքի գրքի մեջ եւ չի զղջացել, որ քո անունը գրել է կյանքի գրքի մեջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, կարևոր է այս բոլոր բաները, որ մենք կարողանանք կանգնել Աստծո առաջ ու հաշիվ տալ օրերից մյուրիրա։ Ես Տերը գալու է։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունելու Տիրոջը։ Արդյոք մենք
պատրաստ ենք լսելու Տիրոջից այն ամեն ինչը որ ինքը ուղղակի ասելու է մեզ։ Մենք բոլորս ուզում ենք լսել բարի ու հավատարիմ ծառա, չէ՞։ Բոլորս։ Ոչ մեկ չի ուզում վատ բան լսել։ Ոչ մեկ։ Բայց դրա համար գիտես ինչա պետք։ Պետքա տեղում չնստել։ Պետքա գործել։ Հա, պետքա ուղղակի կանգնել ու հռչակել Տիրոջ ասած բոլոր խոսքերը։ Ուզում եմ վերջի տեղը կարդալ, այնուհետև կոչ կանեմ որպեսզի միասին աղոթենք։ Հայտնության 2-րդ գլխի 3-րդ խոսքը, սա Եփեսոսի եկեղեցուն ուղղված խոսք էր։ Հայտնություն 2:3 Եվ նեղություններ կրեցիր, եւ համբերություն ունես, եւ իմ անունի համար աշխատեցիր եւ չթուլացար։ Հա թե ինչա պետք է անել ասի համար, հարգելիներս։ Աշխատողները այնքան շատ են եղել, այնքան շատ կան, բայց կարող գիտես որ նա չթուլանալը, չձանձրանալը, ամեն, չտրտնջալը, չբողոքելը։ Տերը գիտի ամեն ինչ, Տերը գիտի ձեր դժվարությունները։ Ստեղ ինչ ասում, նեղություններ կրեցիր, համբերություն ունես, իմ անունի համար աշխատեցիր ու չթուլացար։ Դուք ոտքի կանգնեք, քեզ կոչ եմ անել որպեսզի աղոթեմ։ Տեր, մենք ընտրված ենք քո կողմից։ Դիր մեր մեջ այն բնավորությունը, որ մենք աշխատենք քո անունի համար ու չթուլանանք։ Համաձայն ես։ Հալելույա։